Քաղաքաշինության և շինարարության ոլորտներում հայ-իրանական ստորագրված հուշագիրը իր տեսակով և նախանշող աշխատանքի ծավալով առաջինն է, որն ընդգրկում է ժամանակակից պահանջներ ու ձևավորում հարևան պետությունների գործակցության նոր օրակարգ։ Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը Իրանի նախագահ Մասուդ Փեսեշքիանի Երևան այցի ժամանակ։ Հիմնական ուղղությունները, որոնք նախանշվեցին համագործակցության հուշագրով, դա մեզ համար կարևորություն ներկայացնող 300 դպրոց և 500 մանկապարտեզի շինարարական ծրագրերում փորձագետների և աշխատուժի ներգրավման խթանումներ։ Այս ծրագրով շինարարական տեմպերն այն ծավալի են, որ տեղական աշխատուժը չի բավարարում սպասարկել, դրսից շինարարների ներգրավման կարիք կա, և հիմա նախատեսվում է, որ Իրանում գործող շինարարական ընկերությունները ևս մասնակցեն հայաստանյան դպրոցաշինության խոշոր ծրագրին։ Տարածաշրջանային երկու երկրները կգործակցեն նաև սեյսմիկ անվտանգության ոլորտում։ Խոսքը հատկապես սեյսմական շինարարության մասին է։ Այս ուղղությամբ կփոխանակեն փորձ և գիտելիք։ Շատ մոտ են նորմատիվատեխնիկական բազան երկու երկրների և իրենք արդեն տիրապետում են այն նորմերին, որոնցով պետք է գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում և փոխադարձաբար նաև հայկական կազմակերպությունները Իրանում։ Ունենք արդեն իսկ մեկնարկած համագործակցություն համատեղ կոնսորցիումներով տարբեր կազմակերպություններ, իրանական և հայկական կազմակերպություններ մասնակցում են տարբեր ենթակառուցվածքային շինարարական ծրագրերի և բարեհաջող իրականացնում են։ Այս հուշագիրը կնպաստի, որ ավելի ընդլայնվի, նպաստավոր պայմաններ ստեղծվի համատեղ գործունեության համար։ Վարդանյանը կարևոր է համարում, որ փոխըմբռնման հուշագրով դրվեց ոլորտային կառույցների միջև գործակցության հիմքը։ Խոսքը Շինարարների միության, Կառուցապատողների ասոցիացիայի, Ճարտարապետության պալատի, ոլորտային կրթական հաստատությունների մասին է։ Համատեղ կկազմակերպվեն նաև մասնագիտական ցուցահանդեսներ, համաժողովներ։ Նյութերի և արտադրանքները, որոնք այսօր ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ Իրանի Իսլամական Հանրապետությունը, փոխադարձաբար ոլորտային մասնագետներին հրավերքներով ծանոթացնել այդ նոր տեխնոլոգիաներին և շինանյութերին, որպեսզի կարողանան երկկողմ օգտագործեն շինարարության ոլորտում։ Արդեն իսկ մենք իրանական կազմակերպությունների կողմից ստացել ենք առաջարկներ արագ հավաքվող կոնստրուկցիաների միջոցով դպրոց մանկապարտեզ կառուցելու վերաբերյալ, քննարկում ենք այդ առաջարկները և հավանաբար առաջիկայում 1, 2 կամ մի քանի պիլոտային այդպիսի ծրագիր կիրականացնենք, որպեսզի ավելի տեղայնացնենք և հետագայում զարգացման հնարավորությունները նախանշենք։ Նշանակվել են երկկողմ պատասխանատուներ, ովքեր կմշակեն աշխատանքային գործողությունների պլան, կհաստատեն քայլերի իրականացման ժամանակացույց։ Հայկական կողմից պատասխանատուն կլինի Խախշին կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Էրիկ Հովսեփյանը։ Կարևոր տեղ ենք հատկացնում էներգոարդյունավետության ոլորտում նորարարական լուծումների ներդրմանը և այս շրջանակում երկու պետություններում լավագույն փորձի փոխանակմանը։ Քաղաքաշինության շինարարության ոլորտում հարևան երկրների մտադրությունները հենված են ոլորտային գերատեսչությունների միջև հանդիպում քննարկումների վրա, որոնք տևել են ավելի քան 1 տարի։ Մայա Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։